Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլքերսոն, օր դեկտեմբերի 17։ Անաղարտ չարի մեջ։ Եվ Դանիելը որոշեց իր սրտումը, որ իրան չպղծե թագավորի կերակուրովը և նրա խմած գինովը, և խնդրեց ներքնապետիցը, որ իրան չպղծե։ Դանիել 1:8 խոսք։ Այստեղ պղծել բառը ենթադրում է մերժման միջոցով ազատագրում։ Դանիելը ասում էր. «Իմ չափանիշների ցանկացած զիջում կզրկի ինձ ազատությունից», ուստի նա որոշեց 10 օր ուտել միայն ընդեղեն և խմելու համար միայն ջուր։ Երբ ներքնապետը սա իմացավ, ասաց Դանիելին. «Ես կարող եմ կյանքս կորցնել, 10 օր անց դու թույլ ու հիվանդ կթվաս, քո երեսը գունատ կլինի և արքան անշուշտ կնկատի։ Ահա կեր մի փոքր միս, քեզ սպիտակուց է պետք, խմիր գինին արյունդ ամրացնելու համար և կեր այս քաղցրավենիքներից էներգիա ստանալու համար»։ Հավատում եմ, որ Դանիելն ու իր 3 ընկերները չէին մտածում միայն ծիսական անմաքրությունից խուսափելու մասին։ Նրանք գերեվարվել էին հազարավոր հայրենակիցների հետ։ Երբ առաջին անգամ հասան Բաբելոն, նրանց տեսածը աներևակայելիորեն ցնցել էր նրանց։ Դա մի այնպիսի անփույթ, անբարոյական ու չարությամբ լեցուն հասարակություն էր, որ այս 4 մարդկանց հոգևոր զգայունությունները հարձակման ենթարկվեցին։ Նրանք միմյանց խոստում տվեցին. «Մենք փոխզիջման չենք գնալու։ Մենք կլինենք հասարակությունից զատված և կարգապահ մեր հավատքի ճանապարհին»։ Նրանք իրենց կյանքի ուղին չէին քարոզում ուրիշներին, դա խստորեն միայն իրենց և Աստծո միջև էր։ Երբ ճգնաժամի մեջ եք, աղաղակո՞ւմ եք անհավատությունից և հիասթափությունից։ Ի՞նչ կլիներ, եթե Տերը այսպես պատասխաներ. «Այս մեղավոր ժամանակներում ինձ ուժեղ ձայներ են պետք, որոնց միջոցով կարող եմ խոսել։ Որտե՞ղ եք դուք, երբ ինձ ձայն է պետք։ Դուք ասում եք, որ ուզում եք, որ ես գամ ձեզ մոտ ճգնաժամի ժամանակ, բայց մնում եք անաստված աշխարհիկ համակարգի մի մաս։ Ասա ինձ, արդյոք նվիրված ես իմ նպատակներին»։ Դանիելի և նրա ընկերների վկայությունը գրավեց բոլորի ուշադրությունը։ Նրանք փրկվեցին առյուծների գուբից և կրակե հնոցից, և ամբողջ հասարակությունը գիտեր, որ դա Աստված էր արել։